Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի։ Նոր նախաձեռնությամբ սահմանվում է ուղենիշ, որ առողջ սերունդը դառնա ազգի և պետության զարգացման վերածննդի գրավականը։ Մոտ 1000-ից ավել օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, Հայաստանի չեմպիոններ, տարբեր տարիքի վետերաններ եւ այլը, բոլորը թղթաբանությունով իմ դիմաց դրված է։ Մարդիկ ցանկանում են, որպեսզի միանան այս ծրագրին եւ կարողանան հնարավորինս քարոզել, հնարավորինս պրոպագանդել առողջ ապրելակերպը մեր հանրապետությունում։ Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված հայրենիների համար պետք է ստեղծվեն մարզվելու եւ սպորտով զբաղվելու հնարավորություններ։ ՀԱՕԿ-ը սատարելու է բոլոր քայլերին, որոնք նպաստելու են ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների ակտիվ մարզումներին։ Մարզաշխարհը մտահոգված է նաեւ թմրամոլության տարածման ծավալներով։ Առաջարկում է ստեղծել մթնոլորտ, որտեղ պատանիների եւ երիտասարդության շրջանում այս արատավոր երևույթը տարածվելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Խնդիր է դրված նաեւ զարգացնել ուսանողական սպորտը։ Այն ոչ միայն առողջ ուսանողական միջավայրի ձևավորման համար է, այլև ուղղակիորեն առնչվում է առողջ հայրեր եւ մայրեր ունենալու գաղափարին։ Աշակերտության հետ առանձին միջոցառումներ կլինի, ուսանողության հետ առանձին միջոցառումներ կլինի, ազգաբնակության հետ առանձին միջոցառումներ կլինի, որպեսզի ամբողջ տարին եւ ոչ միայն մեկ տարի, այլ ապրելակերպ որպես այդպեսի պետք է որդեգրվի այս ծրագիրը։ Մեկ անգամ եւս ուզում եմ կոչ անել բոլոր բուհերին, բոլոր ուսումնական հաստատություններին, աշխատանքային կոլեկտիվներին, որտեղ որ շատ կարևոր է, որ հնարավորինս շատ պրոպագանդվի ֆիզդաստիարակությունը, առողջ ապրելակերպը, քանի որ դա, կարծում եմ, մեր երկրի ապագան է։ Ծնողների աջակցությամբ, մարզաշխարհի գործուն ջանքերով հնարավոր կլինի կերտել երկրի վաղվա չեմպիոններին։ Այս կարծիքին է նաև Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, միայն թե հորդորում է կանանց ևս մի կողմ դնել կարծրատիպերը, օրվա հոգսերը, ժամանակ տրամադրել առողջ ապրելակերպին։ Կանանց դերը սպորտում մեծ է, թե մարզիկներ, առաջնորդներ, նրանք դրական օրինակներ կարող են լինել մեր երիտասարդ սերնդի համար։ Կանանց մասնակցությունը սպորտում պետք է ավելի զարգանա, աճի, որպեսզի փոխվի ոչ միայն սպորտային աշխարհը, այլ հասարակության ընկալումը կանանց մասին։ Պետք է ստեղծվի հավասար հնարավորություններ աղջիկների համար, խոչընդոտները վերանան եւ ոգեշնչեն աղջիկներին թույլ տալ իրենց ուժը իրագործել սպորտի մեջ։ Լինելու են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր։ Ավագ սերնդի մարզիկները պատրաստ են ստեղծել հնարավորություններ, որտեղ երեխաները, պատանիները, անկախ սոցիալական նախադրյալներից կկարողանան ընտրել սիրելի մարզաձևեր ու հաճախել կանոնավոր պարապմունքների։ Ասել, որ արդեն իսկ այս կարճ ժամանակում մենք ունեցել ենք հանդիպումներ։ Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ղեկավարության հետ, մեր օլիմպիական քոլեջի ղեկավարության հետ եւ դասախոսական կազմի հետ եւ մարզչական կազմի հետ։ Նախատեսվում է առանձին հանդիպել բոլոր ֆեդերացիաների հետ, հնարավորինս մանրամասնորեն ծրագրերը քննարկել, որպեսզի մենք կարողանանք ունենալ համատեղ ծրագրեր։ Օլիմպիզմի սկզբունքները պետք է բոլորի առօրյան դառնան։ Արդար մրցակցություն, ազնվություն, ներդաշնակ զարգացում, արժանապատվություն ու հավասար պայմաններ։ Սրանք խաղաղ ու առողջ հասարակության հիմքն են։ Ավագ սերունդը պատրաստ է ամենօրյա աշխատանքով, փորձով, գիտելիքով կիսվել։ Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական եւ ուսուցչական համայնքների, պետական եւ մասնավոր կառույցների համատեղ ջանքերով առավելագույն արդյունքը երաշխավորված է։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։